Քաշնյանը երեք ուղիղ հայտարարեց, ասաց, որ եթե սահմանադրական մեծամասն չկազմեն, ապա պատերազմ է լինելու, ավելին հստակ ժամկետ նշեց սեպտեմբերին, ասաց աղետալի պատերազմ է լինելու։ Ուրեմն ձեր հարցին պատասխանեմ, իրական, բնական, հասկանալի, տեսանելի։ Այսօր ոչ մեկը պատերազմ չի ուզում, պատերազմը խաղաղությունը, դա ոչ թե ձևական, խոսքով, տեսական, որ ասենք ամբողջ բարձունքների վրա ադրբեջանցիները նստած թելադրանքով, էս պետք է տակ, էս պետք է կատարեք, մեր զորքերը կչանան, մեր զենք մենք չառնենք, իրենք ուժեղանան, այդտեղ խաղաղություն չկա։ Այսպես սպառնալիք է դա, ինչ է։ Դա թելադրանք է, իսկ ես ասեմ այսօր, եթե հնարավորություն տրվի, որ մենք որոշել լինենք, որ այդ բոլոր նախադրյալները կա, անմիջապես դա խաղաղությունը պետք է լինի երաշխավորած, 3, 4, 5 հզոր ազդեցիկ պետությունների հետ որպես դաշնակից փաստաթուղթ կստորագրենք եւ ճանճը չի դզա այդ տարածքով, որը կլինի երաշխավորության խաղաղություն։ Այսօր մենք փոքր պետություն լինելով կարիք ունենք հզոր դաշնակիցներ ունենալու, մասսայական փաստաթուղթ ստորագրելու, հիմնավորելու, որ ոչ մեկը ռիսկ չանի տարածքով դաժե ճանճեր։ Մեր վարչապետի թեկնածուն ոչ հներից է, ոչ նորերից է, դա ապագայի վարչապետ է, մեր երկրին այսօր պետք է գայի վարչապետ։ Ինչ ասեմ ես իմացածին դերեմ, հիներից չի լինելու, նորերից չի լինելու։ Դե հենց գա ժամանակը ըստ կարգի ամենից էլ կասենք, այսօր մեզ պետք է ապագայի վարչապետ։